Աշխարհի քաղաքական քարտեզի վրա տարիների հետ ավելանում են նոր պետություններ։ Նման նախադեպերով հարուստ էր հատկապես վերջին 20-ամյակը։ Ոմանք կարող են ընդունել, ոմանք կարող են չտեսնելու տալ։ Իրողությունը դրանից չի փոխվում։ Ամեն դեպքում նրանք կան։ Այդ պետությունների գոյության փաստը ժխտելը հիմարություն է։ Նոր պետությունների գոյության փաստը դժվարությամբ է ընդունվում առաջին հերթին այսպես ասած մայր պետությունների կողմից։ Անկախ քաղաքական եւ աշխարհագրական նրբություններից ազգային ինքնորոշման իրավունքին գրեթե ամենուր հակադրվում է նույն փաստարկը։ Ցավոք, մի շարք մայր երկրներ կարճած են մնում մեկ այլ տարածքային ամբողջականության սկզբունքից, ինչն ինքնին վիճելի հարց է։ Ազգերի ինքնորոշման իրավունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հակադրումը հաճախ պայթյունի է վերածվում, այնպես որ միշտ չէ, որ անկախանալու ճանապարհին միայն հանրաքվեի անցկացումը բավարար է։ Լեռնային Ղարաբաղը դրա ամենավառ օրինակներից մեկն է, երբ ժողովուրդը բացի հանրաքվեից ստիպված է եղել արյունով պաշտպանել իր հողը եւ արյունով հաստատել իր հողի վրա ապրելու իրավունքը։ Բայց անգամ դրանից հետո միջազգային հանրությունը խոշոր հաշվով ընդունելով հանդերձ նորագույն պետությունների գոյության փաստը առ այսօր միասնական բանաձև չունի նրանց ճանաչել-չճանաչելու վերաբերյալ։ Ռուս գիտնականի կարծիքով դա չի կարող հավերժ շարունակվել։ Կյանքը շարունակվում է, 20 տարի է անցել։ Այդ երկրներում արդեն երկրորդ սերունդն է մեծանում, եւ այդ մարդիկ այլ հայրենիք, քան իրենց ունեցածը, չեն ճանաչում։ Մասնակի ճանաչման օրինակներ կան եւ արևմուտքում եւ հետխորհրդային տարածքում։ Ալեքսեյ Մարտինովը հանրահայտ փաստերն է մատնացույց անում։ Արևմուտքը ցանկանում էր դա, թե ոչ, Կոսովոյին անկախություն տալը ազդանշան դարձավ բոլոր չճանաչված եւ մասնակի ճանաչված պետությունների համար։ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ինքնիշխանությունը, ինչը եւս դարձավ նախադեպ, բայց արդեն հետխորհրդային տարածքում։ Գիտնականը համաձայն է, ոչ միշտ է ճանաչման գլխավոր շարժառիթը տվյալ ժողովրդի իրավունքի պաշտպանությունը եղել։ Այո, մոտիվացիան կարող է լինել տնտեսական բնույթի, կարևոր չէ, կարևոր է հենց ճանաչման փաստը։ Հայկական երկու պետություններն էլ գտնվում են հետխորհրդային տարածքում, ինչու չառաջնորդվել խաղի նույն կանոններով։ Գիտնականը ռուսական փորձն է ակնարկում, խոսքը Երևանի կողմից ԼՂՀ ճանաչման մասին է։ Ես համոզված եմ, որ այդ փաստը ոչ միայն վերջ կդնի Ղարաբաղյան խնդրին, այլև զգալիորեն կնվազեցնի զինված հակամարտության սանձազերծման հավանականությունը։ Վստահ եմ, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ միայն չի բերի նոր պատերազմի, այլև անհաղթահարելի խոչընդոտ կդառնա դրա համար։ Ընդ որում, որքան էլ զարմանալի հնչի, Ռուսաստանում առնվազն գիտական մակարդակում համոզված են, որ հայկական երկրորդ պետության ճանաչման հարցում պետք է շահագրգռված լինի նաև Բաքուն։ Ես կարծում եմ, որ նման որոշում պետք է ընդունեն նաև Ադրբեջանում, որովհետև որքան էլ պարադոքսալ եւ պաշտոնական Բաքվի մոտեցումների հետ անհամատեղելի չհնչի, դա նաև Ադրբեջանում պետականության պահպանման համար է անհրաժեշտ։ Նուրեր Հովսեփյան, Հովիկ Առաքելյան, օր